Երրորդ տարին անընդմեջ Ucom-ն աջակցում է վաղ փուլում գտնվող ստարտափերներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում Հայաստանի բնապահպանական կարևորագույն մարտահրավերների համար։ Հերթական անգամ հայտարարվում է Ucom Fellowship ծրագրի մեկնարկի մասին Impact Hub Երևանի հետ համագործակցությամբ։ Սրահում համախմբվել են ծրագրի մասնակից ձեռներեցները, նորարարներն ու կայուն զարգացման ոլորտի ներկայացուցիչները։ Ծրագրի մասնակիցները ներկայացնում են իրենց նախաձեռնությունները։ Այսօրվա դրությամբ տեխնոլոգիաները չի նշանակում հեռահաղորդակցություն կամ ինչ-որ տվյալների փոխանցում կամ ինչ-որ թվայնացում, այլ նշանակում է օգտագործել իրենց հնարավորությունները, այն գործիքակազմը, որ դրամատրում է տեխնոլոգիան, որ իրականացվի ինչ-որ շրջակա միջավայրի պահպանում, եւ այս կապարախոսությունը կա այս ծրագրերի կորիզում, որը մեզ ոգևորում է, որը մեզ ուրախացնում է եւ դրա համար մենք ուզում ենք նմանատիպ նախաձեռնության կողքին կանգնած լինել։ Այս տարվա նախաձեռնություններն առաջարկում են լուծումներ տարբեր ուղղություններով՝ տեքստիլ թափոնների վերաօգտագործումից եւ Սևանի էկոհամակարգի պահպանությունից մինչեւ թվային բնապահպանական ակտիվիզմ եւ արևային էներգիայով աշխատող սանիտարահիգենիկ լուծումներ։ Մեր համար շատ կարևոր է, որ նոր պայմաններ ստեղծենք, որ ապագան տեսնենք դեպի կանանչ, դեպի մաքուր եւ դեպի հույսով։ Եվ այս տիպի ծրագրերը մանավանդ Ucom-ի հետ մեր համար շատ հպարտությամբ ենք այս ամեն ինչը իրար հետ ոնց որ ստեղծում եւ առաջ գնում։ Ծրագրի մասնակիցներն առաջիկա 9 ամիսների ընթացքում հնարավորություն կունենան բիզնես մոդելավորման, մարքեթինգի, ֆինանսավորման եւ այլ թեմաներով ինտենսիվ աշխատարանների մասնակցել։ Նրանք նաեւ հնարավորություն կունենան օգտվելու Impact Hub-ի ավելի քան 100 կենտրոն ընդգրկող միջազգային ցանցից։ Արդեն ծրագրի ավարտին առավել խոստումնալից նախագծերը կստանան 400,000 դրամ նախնական ֆինանսավորում իրենց գործունեությունն ընդլայնելու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։